Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամը այսօր օգոստոսի 17-ն է, երկուշաբթի։ Ազգային ժողովում շարունակվել է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը։ Տարածքային կառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը քննարկելուց հետո Ազգային ժողովը շարունակել է քննարկել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Հիշեցնենք, թեկնածուն քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է։ Նույն խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը, որից հետո հնչել են հարցեր։ Ըստ ձեզ Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, ովքեր վերջին շրջանում կալանքի մեջ են ու միայն պայմանավորված իրենց քաղաքական հայացքներով։ Այսինքն այդ մարդիկ, եթե ուրիշ քաղաքական հայացք ունենային, միգուցե այսօր իրենք կալանքի տակ չգտնվեին։ Եվ վերջի հարցը, որ ես ունեմ, խոսեցիք ակադեմիական քաղաքից 15000 օտարերկրյա ուսանողներից։ Կոնկրետ ըստ ձեզ 5 տարի առնվազն կներեք, կարող է եթե սխալ ասեմ, էլի վերջի 5 տարին կարևորագույն հանձնաժողով եք կառավարել, ըստ ձեզ որ կոնկրետ մասնագիտությամբ Հայաստանը պոտենցիալ ունի 15000 օտարերկրյա ուսանողների աճ ապահովել։ Սկսեմ վերջից, հիմնականում այդ աճը պայմանավորված է եղել մեծամասամբ մի ուղղվածությամբ, բժշկական մասնագիտությունն է եղել, մենք կարծում ենք, որ ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի մեր պատկերացրած ձևով իրագործումը կարող բերի նաև այլ ոլորտներում գոնե համաչափ աճին։ Ինչ վերաբերում է քաղաքական պատճառներով մարդ տեսնում եմ նստած, չեմ տեսնում, որովհետև այդ թվում ձեր պատկերացած կամ ձեր մատնանշած մարդկանց շատ հարցազրույցները միշտ հետևում եմ, իրենք ավելի քիչ են խոսում, որ իրենք խաղաղացյալ են, քան օրինակ այստեղ դու։ Դպրոցներ են փակվում Հայաստանի Հանրապետությունում, 229 դպրոց փակվում է։ Մեր քարոզարշավի ընթացքում էլ մենք բազմաթիվ անգամներ մարդկանց կողմից բարձրացվել են հարցեր, որ դպրոցը մի փակեք գյուղի, որովհետև լավ գիտենք, այդ դպրոցների փակման պարագայում ինչպես գյուղերը կդատարկվեն ու հատկապես սահմանամերձ գյուղերը ինչ խնդրի առաջ կարող են կանգնել։ Դատարկվել գյուղերը, դա կբերի արդեն ազգային անվտանգության հարցի էլ նույնպես։ Ես ձեզ ուղիղ հարց եմ ուզում տալ, պատրաստ եք արդյոք սառեցնել այս գործողությունները, այս որոշումը, պատրաստ եք կանգնեցնել Հայաստանի Հանրապետությունում 229 դպրոցների փակման այս ծրագիրը, որը դուք անվանում եք դպրոցների օպտիմալացում կամ դպրոցների խոշորացում։ Պարոն Գևորգյան, խնդրեմ արձագանքի ժամանակ հղում անել ուժի մեջ մտած, որ նորմատիվ իրավական ակտով սահմանված 229 դպրոց փակվել է, որ փորձեմ այնպես պատասխանել, որ չստացվի, որ հեգնում կամ վիրավորում եմ ձեզ, էլի։ Ես չեմ տեսել այդ փաստաթուղթը, կարող է դուք էլի տենց երևակայական որևէ բան եք ստեղծել, հորինել, որ վայ սա փակվում է, ցույց կտա կամ մատնանշեք այդ որ իրավական ակտով է 229 պողակ լուծարվում, էլի, խնդրում եմ ասել։ Ենթադրում եմ, դուք նկատի ունեք 2023 թվականի սեպտեմբերի 11-ի 17 90 հրամանը, բայց խնդրում եմ այդ հրամանի եւ վերնագիրը կարդացեք եւ մի հատ ամբողջությամբ կարդացեք, էլի։ Ինչ վերաբերում է այստեղ է գաղափարական, կարող են երկրորդ կտորով ունենք տարբերություն, որովհետեւ դուք դպրոցը ընկալում եք որպես սոցիալական մի հատ հարթակ, որտեղ մարդ պետքա գործ ունենա ու չարտագաղթի։ Ես կարծում եմ հակառակը, որ մեր շատ ու շատ սահմանամերձ համայնքի մարդիկ, ապրողներ արտագաղթել են կամ տեղափոխվել են այլ համայնք, բացառապես հենց նրա համար, որ այդտեղ ֆորմալ առումով կա դպրոց, բայց դա դպրոց անվանել է, էլի կլինի ինքնախաբեություն, որովհետև կնայեք 15-20 հոգի աշակերտ ունեցող դպրոցը, որտեղ մի դասարան նստում է 3-րդ դասարանցին, 5-րդ, 8-րդ, 9-րդ, դա անվանել դասաժամ, կնշանակի, որ մենք խաբում ենք իրար։ Դա կրթություն չի, որտեղ կրթությունը մենակ այդ շենքը չի, մենակ այն ուսուցիչը չի, որ գալիս է այդտեղ նստում է։ Նաև միջավայրն է, չէ՞, հասկանում եք, դասամիջոցներին իրար հետ կռվելն է, չգիտեմ, սիրահարվելն է։ Ընկերոջ ինչքան շատ ընկեր ունենալ, հետագայում այդ կապերը օգտագործելն է։ Աշխարհում այսօր ամենաթանկ բանը կապերն է, գիտելիքից հետո երբ։ Բայց այդ նույն որոշման մեջ կամ այդ որոշումից տրամաբանվող այլ որոշման մեջ մենք նշել ենք, որ
Եթե լինեն այնպիսի բնակավայրեր, որոնք չունենան տվյալ բնակավայրում օրինակ դպրոց, մի աշակերտի թե որոշումը մտածաուժի մեջ։ Մի աշակերտի հաշվարկով ամեն օր ծնողը ստանալու է 2000 դրամ փոխհատուցում, որպեսզի իր երեխային տեղափոխի։ Պայման 1 կամ էլեկտրական ավտոբուսներ են գնելու։ Կառավարության որոշումով նաև սահմանված է, որ նորակառույց դպրոցները, որտեղ շատ խոսվում ցեխոտ ճանապարհներ, բոլոր նորակառույց դեպի տանող դպրոցները հիմնանորոգվելու են ճանապարհները։ Ինչքան տեղյակ եմ, մրցույթը արդեն կայացել է, էլեկտրական ավտոբուսները գալու են, բայց այն բոլոր դեպքերում, երբ որ չլինի, 3 աշակերտ ունի ընտանիքը, ամեն օր 6000 դրամ այդ ընտանիքը փող է ստանալու, որպեսզի ապահովի իր երեխայի, ասում են կողքի գյուղ, կողքի։ Այստեղ մարդ կա, շատ քչերը կնան, չէ՞, որ իր երեխան գնում է, ասենք 500 մետր հեռավորության վրա դպրոց։ Ես օրինակ գիտեմ մի քանիսին, բայց քանի որ այդ անձնական դաշտը չեմ ուզում մտնեմ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը անդրադառնալով ՀԱՊ գլխավոր քարտուղարի Հայաստանի ձայնի իրավունքը սահմանափակելու եւ կառույցից հեռացնելու սպառնալիքին հիշեցրել է, որ ՀԱՊԿ մինչ օրս չի ճանաչել Հայաստանի այն սահմանները, որոնցով երկիրը միացել է կառույցին։ Պատգամավորի խոսքերով ՀԱՊԿ նախ պետք է պատասխան տա, ինչու չի կատարում Հայաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները։ Նա նաեւ նշել է, որ Հայաստանը սեփական ուժերով զարգացնում է իր ռազմաարդյունաբերությունը։ Ինչ մեկնաբանություններ են հնչում կամ ակնարկներ են հնչում, դրանց չեմ մեկնաբանելու, մեր դիրքորոշումը հետևյալն է, որ մենք սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին պայմանավորված այն հանգամանքով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների վրա հարձակումը տեղի ունեցել եւ ՀԱՊԿ-ը գործնականում չի ճանաչել Հայաստանի Հանրապետության այն սահմանները, որոնցով Հայաստանի Հանրապետությունը անդամակցել է ՀԱՊԿ-ին։ Այս թնջուկը դեռևս ցավոք սրտի լուծած չէ։ Ներողություն, իսկ թե ինչ կլինի հետո, նիստերի ընթացքում ինչ որոշումներ կկայացվեն, ինչ քննարկումներ կլինեն առաջիկայում, ապա մենք որպես պետություն կարձագանքենք այդ քննարկումներին եւ որոշումներին ըստ այդ։ Հնարավոր է Հայաստանի ինքը դիմում ներկայացնի, հա? ՀԱՊԿ-ի դիմում ներկայացնի։ Մեր որոշումն է այս պահին սառեցնել մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, հույս հայտնելով, որ առաջացած խնդիրները դեռևս որոշակի տոկոսով հնարավորություն ունեն լուծվելու։ Եթե ոչ, ապա մենք գործենք ըստ Հայաստանի Հանրապետության պետական։ Ակնկալիքներ ունի ՀԱՊԿ-ից, որ կարող է Հայաստանը մշտապես իր բոլոր գործընկերներից ակնկալիքներ ունի, որ նրանք իրականությունը կգնահատեն այնպես, ինչպես որ կատունեք, որ քաղաքական գնահատական տան Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքները օկուպացնելուն, Երևանը դեռ դրան է սպասում։ Լսեք, ավելի նաև քաղաքական գնահատական է առնում, բայց բացի քաղաքական գնահատականից, ՀԱՊԿ քաղաքական կառույց չի, ՀԱՊԿ անվտանգային կառույց է, ՀԱՊԿ քաղաքական կառույց չի, ՀԱՊԿ անվտանգային կառույց է, նա պետք է գնահատական տա հենց ՀԱՊԿ-ի գործողություններին, թե ինչով էին պայմանավորված ՀԱՊԿ-ի գործողությունները, երբ ՀԱՊԿ-ը չի ուրեմն աջակցում եւ չի կատարում իր պարտականությունները այն պետությանը, որը կոնկրետ սահմաններով անդամակցել է իրեն։ Սրա մասին է խոսքը։ Սա հիմա կոչենք ինչ որտեղ քաղաքական գնահատական, կոչենք մասնագիտական գնահատական, այսքան էլ կարևոր չէ։ Հայաստանը որևէ անվտանգային կառույցի անդամակցելու անհրաժեշտություն տեսնում է, եթե անգամ այդ խնդիրները ՀԱՊԿ-ի հետ լուծվեն, կա նման անհրաժեշտություն, որ Հայաստանը ինչ-որ անվտանգային կառույցի անդամ լինի։ Մենք այս պահին նման հարց չենք քննարկում, երբեք չենք էլ քննարկել։ Այս պահին դուք տեսնում եք, որ Հայաստանի Հանրապետությունն ամեն բան անում է, որ ուրեմն սեփական ռազմաարդյունաբերություն ունենա, ինքը իր սեփական ուժերով, ունենալով տարբեր ռազմավարական գործընկերության պայմանագրեր տարբեր երկրների հետ, ապահովի իր ուրեմն անվտանգությունը եւ ուրեմն զարգացնի իր ռազմական ունակությունները, պաշտպանական ունակությունները։ Մենք պատկերացնում ենք Հայաստանը բազմավեկտոր հարաբերություններ ունենալիս, թե տնտեսական առումով, թե քաղաքական, թե ռազմական, այսինքն կրկին ոչ թե կախված լինել մեկ կետից, այլ ունենալ տարբեր կախվածություններ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան փոխգործակցությանը, այդ թվում ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։ Ռուսաստանը եւ Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները, երկու կողմն էլ հայտնել է զոհերի եւ վիրավորների մասին։
Ռուսաստանը եւ Ուկրաինան նոր հարվածներ են հասցրել իրար, կան զոհեր եւ վիրավորներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը խոցել է ուկրաինական 205 անօդաչու թռչող սար։ Բելգորոդի իշխանությունները հայտնել են 6 զոհի եւ 4 վիրավորի մասին։ Իրենց հերթին ռուսական ուժերը գիշերը հարվածել են Ուկրաինայի մի շարք քաղաքների, կիրառելով անօդաչուներ եւ կառավարվող ավիառումբեր։ Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում թիրախներից մեկը եղել է բեռնափոխադրումներ իրականացնող Նովա Պոշտա ընկերության շենքը։ Այն ավերվել է, զոհվել է 19-ամյա աշխատակից, եւս 4-ը վիրավորվել են։ Անօդաչուներով զանգվածային հարձակման է ենթարկվել նաեւ Սումի քաղաքը։ Վնասվել են բնակելի տներ եւ քաղաքացիական ենթակառուցվածքներ, հրդեհներ են բռնկվել։ Իսկ Խարկովի մարզի Իզյում քաղաքում կառավարվող ավիառումբերի հարվածներից 4 մարդ է վիրավորվել։ Վնասվել են առանձնատներ, Իզյումն ու հարակից բնակավայրերը մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Ռուսական ուժերը հարված են հասցրել նաև Օդեսայի մարզին, թիրախավորելով նավահանգստային ենթակառուցվածքը։ Իդեպ օգոստոսի 16-ին Ռուսաստանը հայտնել էր այս տարի ուկրաինական ամենազանգվածային հարձակման մասին։ Երկրի տարածքում խոցվել էր ուկրաինական 822 ԱԹՍ։ Հարվածներ էին հասցրել Մոսկվայի եւ Ռոստովի մարզերին, ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել մի քանի պահեսներում կան զոհեր։ Օդոլսկ քաղաքում անօդաչու թռչող սարքի հարվածից հրդեհ է բռնկվել Վալբերիսի պահեստում, հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Որոբյովը։ Այն Վալբերիսի ամենամեծ պահեսներից մեկն է։ Որոբյովի խոսքերով բոլոր աշխատակիցները տարհանվել են, ոչ ոք չի տուժել։ Ուկրաինացի պաշտոնյաները պնդում են, որ ընկերության պահեսներն օգտագործվում են Ռուսաստանի ռազմական կարիքների ապահովման համար։ Վալբերիսը եւ Կրեմլը հերքել են այդ պնդումները։ Ըստ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի Եվրոպական միությունը նախատեսում է առաջիկա ամիսներին զգալիորեն ընդլայնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Այս աշնանը ես կներկայացնեմ պատժամիջոցների ամենաընդգրկուն ցանկը՝ պատերազմի սկզբից ի վեր։ Դրա ընդունման դեպքում պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցի անհատների, ընկերությունների եւ կազմակերպությունների թիվն անմիջապես կավելանա 1/3-ով, հայտարարել է Կալասը գերմանական Die Welt պարբերական տված հարցազրույցում։ Ըստ Եվրոպական հանձնաժողովի ներկայումս շուրջ 3000 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք ընդգրկված են Ռուսաստանի դեմ ուղղված Եվրամիության պատժամիջոցների ցուցակներում։ Կալասը մատնանշել է Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը, մինչև վերջինս դադարեցնի պատերազմը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններին ԱՄՆ-ի մասնակցությունից եւ հանձնարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթին կրճատել այդ համատեղ զորավարժությունների ծավալը։ Ulchi Freedom Shield զորավարժությունները մեկնարկել են այսօր եւ որի նպատակն է զսպել Հյուսիսային Կորեային։ Հաշվի առնելով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ունեցածս շատ լավ հարաբերությունները, ես դժգոհ եմ, որ Միացյալ Նահանգները դեռ վաղուց համաձայնել էր մասնակցել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններին, գրել է Թրամփը Truth Social-ում։ Նա նաեւ ափսոսանք է հայտնել, որ Սեուլը հրաժարվել է միանալ ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմում։ Այս զորավարժությունները ոչ միայն ծախսատար են, այլև դրանք բոլորովին անտեղի եւ թշնամական ազդանշան են հղում երկրի, որը ոչ մի սպառնալիք չի ներկայացրել եւ հարգանք է դրսեւորել Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում, հավելել է ամերիկացի առաջնորդը։ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց եւ ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները բանակցություններ է վարել պաղեստինյան Համաս խմբավորման ներկայացուցիչների հետ, քննարկելու Գազայի հատվածի համար նախատեսված ԱՄՆ-ի աջակցությունը վայելող խաղաղության ծրագրի իրագործումը։ Այս մասին BBC-ին հայտնել է պաղեստինցի պաշտոնյան։ Պաշտոնյայի խոսքով հանդիպումը տեղի է ունեցել 3 Եգիպտոսում, իսկ Համասի պատվիրակությունը գլխավորել է խմբավորման նոր ղեկավար Խալիլ Ալ-Հայան։ Հիշեցնենք, որ հուլիսին Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված խաղաղության խորհուրդը հայտարարել էր Համասի եւ Գազայի հատվածում գործող այլ խմբավորումների լիակատար զինաթափման շուրջ ձեռբերված համաձայնության մասին, իսկ անցյալ շաբաթ Իսրայելը մերժեց Թրամփի առաջարկած 15 կետից բաղկացած ծրագիրը, որը ի թիվս այլի նախատեսում էր իսրայելական զորքերի դուրսբերում եւ Գազայի հատվածի վերականգնում պաղեստինյան նոր քաղաքացիական վարչակազմի ղեկավարությամբ։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Բարեգործական ավտոերթ նվիրված գրադարանային ֆոնդի համալրմանը, Մանթաշյանց Գյումրի բիզնես ակումբին եւ Մարգարյան իրավաբանական գրասենյակին համախմբել էր մի գաղափար։ Աջակցել Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում արդեն 3 տարի գործող Արմինեի գրադարանին ձեռք բերել մասնագիտական աճի եւ անձի կատարելագործման վերաբերյալ նոր գրականություն։ Բիզնեսում հաջողությունների հասած գործարարները լյուքս դասի եւ սպորտային ոճի ավտոմեքենաներով եկել էին Գյումրի, իրենց օրինակով ոգեշնչել ընթերցողներին։
Գրքերն ապրեսնում են երազանքները, այս կարգախոսով ընթերցողների երազանքներին թեբեր է տալիս Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում գործող Արմինեի գրադարանը։ Եղած բազմաժանր գրականությունն անձի զարգացումն ապահովելու, բիզնես մտածողություն ձևավորելու, ֆինանսական գրագիտություն ձեռք բերելու եւ ինքնակրթվելու համար գանձարան է։ Մենք ուզում ենք, որ ընթերցասերները անկախ տարիքից տեսնեն, խոսեն եւ համոզվեն, որ գիրքը տալիս է այդ երազելու ունակությունը, ամենալավ ընկերը երազելու ճանապարհին դա գիրքն է։ Երազանքներից նպատակ ճանապարհն անցնում է կրթության ասպարեզով, որին հասնելու ամենաազնիվ ու կարևոր քայլը սովորելն է։ Սովորել կարդալով, կրթվել ու զարգանալ։ Մանթաշյանց Գյումրի ակումբի եւ Մարգարյան իրավաբանական գրասենյակի հետաքրքիր մտահղացման հիմքում կարևոր ուղերձ կար, որը մեքենաների ցուցադրությունից ավելի հեռուն է գնում։ Կարժեք ինքնատիպ մոդելի ավտոմեքենաներով Երևանից Գյումրի հասնել ոչ թե դրանք ցուցադրել, այլ գյումրեցի փոքրիկներին մոտիվացնելու, որ մանկության երազանքի ճանապարհը սկսվում է կրթությունից։ Այստեղ հիմքերն են ֆինանսական գրագիտության, որ սկսեն փոքր տարիքից սովորել ճիշտ վարվել ֆինանսների հետ, սենց մեքենա գնելու համար տարիների դա փորձ է եւ ժամանակ է, ասենք, այստեղ կանգնած բոլոր մեքենաները հաստատ վերջին կոպեկով չեն գնվում։ Մենք պետք է հասնենք ինչ-որ ֆինանսական մակարդակի, սովորենք փողը աշխատի մեր վրա եւ այդ աշխատած գումարով նոր գնենք սենց մեքենաներ։ Գիտելիքը պետք է ունենաս եւ աշխատասիրություն եւ նպատակասլաց լինես եւ միջև վերջ պայքարես, որ հասնես քո ուզածին, որտեւ այս կյանքում ոչինչ հեշտ չի ստացվում, ցավոք, բայց եթե չես հանձնվում պայքարում ես միջև վերջ, այդ դեպքում կարող է հաջողվել նպատակիդ հասնես։ Հովհաննես Մարգարյանը սպորտային մեքենաների հավաքածու ունի, սա իր մանկության երազանքն է եղել։ Մեքենաների ցուցադրությունը նախաձեռնել է ասելու, երբ ունես սովորելու, գիտելիքներդ նպատակին ծառայեցնելու ձգտում, ուրեմն աշխատասիրությամբ կհասնես քո երազանքների իրականացմանը։ Այդ ամեն ինչին ես հասել եմ կրթության սովորելու, հետո երկար տարիներ աշխատելու արդյունքում եւ դրա համար շատ եմ սիրում այսպիսի միջոցառումներ, որտեղ բերում ենք մեքենաները գործարարներին, հաջողված մարդկանց բիզնեսի ոլորտում, որ հանդիպեն երեխաներին, որ ոգեշնչենք։ Բիզնեսում հաջողությունների հասած գործարարները լյուքս դասի եւ սպորտային ամենագնացներ մեքենաների ցուցադրությունը երեխաների համար էին կազմակերպել։ Նրանք Արմինեի գրադարանի հավատարիմ ընթերցողներն են։ Մեկ տեղում 30 շքեղ մեքենաներ տեսնելը ոգևորել էր երեխաներին։ Շատերը փորձեցին նստել մեքենաների ղեկին, երազել, որ մի օր էլ իրենք այդպիսիները կունենան, իսկ լավ առիթի եւ հիշողության համար լուսանկարվեցին։ Տեսա ավտոները սիրուն, ոգևորված ուզեմ ես էլ ունենամ։ Դուր համար շատ աշխատիկ սորվինգ առաջ եշտամ։ Այս ավտոն Lamborghini է, իմ երազածս ավտոներից երկուսից մեկն է։ Ես ես ամեն ինչի համար պետք է լավ սորվիմ, ամեն ինչ ենեմ, որ առնեմ ես ավտոն։ Ոչ միայն ավտոերթի, նաև Puma վազքի ակումբի անդամներին էր հետաքրքրել Արմինեի գրադարանը, որի հարուստ գրքաֆոնդից օգտվում են տարբեր տարիքի ընթերցողներ։ Այս ամենը շատ ոգեշնչող է, ոչ միայն այն տեսանկյունից, որ վազքի մշակույթն ենք զարգացնում Գյումրիում, այլ նաև որ մարզերում, համայնքներում նման կենտրոնների, գրադարանների բացումները օգնում են մարզերի ապակենտրոնացմանը, ինչը Հայաստանի զարգացման համար իրապես կարևոր է։ Բարեգործական ավտոերթի մասնակիցների ֆինանսական նվիրատվությունը Արմինեի գրադարանին կօգնի համալրել կրքային ֆոնդը պահանջված ժանրերում։ Բիզնեսում հաջողելու համար ավտոերթի մասնակիցները խորհուրդ են տալիս ժամանակակից ու մոտիվացնող գրականությամբ ավելի շատ հետաքրքրվել։ Ես հիմնականում կարդում եմ ներդրումային, ֆինանսական, բիզնես եւ տնտեսագիտական գրականություն, ոչ ասենք գեղարվեստական գրքեր, այն գրքերը, որոնք կարող են հաջողություն բերել բիզնեսին։ Արմինեի գրադարանի ֆոնդում այժմ ավելի քան 1000 կտոր գիրք կա։ Տարբեր հետաքրքրությունների տեր 2200 ընթերցող օգտվում է ունեցած գրականությունից։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ էլ հրահոսը եւս սպառված է, նորությունների հետևեք մեր հաջորդ թողարկումներում։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube անալիքին, սեղմեք հավանելու կոճակը եւ միացրեք զանգակը ամենօրյա հավաստի օպերատիվ լրատվությանը ծանոթանալու համար։